Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում բացահայտել են Ցամցխեջավախեթիում ապօրինի անտառահատումների փաստեր։ Բորժոմիի մունիցիպալիտետում պետական անտառի տարածքից հեռացվել է փշատերև տեսակների 81 չնշագրված կլոր գերան։ Ցամցխեջավախքի տարածաշրջանային վարչության աշխատակիցների կողմից ապօրինի հատված մեծ քանակությամբ փայտանյութը տեղափոխվել է Բորժոմիի, Բակուրյանի և Ախալցիխեի անտառատնտեսության շրջանների գործարար բակեր, հետագա վաճառքի համար։ Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակազմը 24-ժամյա անընդհատ վերահսկողություն է իրականացնում ամբողջ երկրում, փայտանյութի անօրինական օգտագործումը կանխելու, ճնշելու և հայտնաբերելու նպատակով։ Արդյունավետ շրջակա միջավայրի պետական վերահսկողության իրականացման համար կարևոր է վարչության հզորացման գործընթացը, որը վերջին տարիներին ակտիվորեն իրականացվում է։ Միևնույն ժամանակ իրականացված օրենսդրական փոփոխությունների համաձայն փայտանյութի անօրինական օգտագործման դեմ ձեռնարկված այս բոլոր քայլերը անպայման դրական արդյունք կունենան, ասել է շրջակա միջավայրի վերահսկողության վարչության պետը։